Ժորժան, Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարների միջև, Լավրովի եւ Արաքչիի միջև քննարկում է եղել եւ այդ քննարկումը մասնավորապես նաեւ վերաբերվել է Հարավային Կովկասին։ Այսինքն այն, որ նաեւ վերջերս Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի որևէ արևմտյան ուժ հայտնվի իրանական սահմաններին եւ վտանգ ստեղծի Իրանի անվտանգությանը, այսօր Լավրովի հետ Արաքչին քննարկում էր հենց այդ գործընթացները Հարավային Կովկասում։ Այսինքն այն շրջանակները Հայաստանում հասարակական, քաղաքական, որ ասում են այո, միայն Թրամփի ուղին, միայն արևմուտք, եկեք հրաժարվենք Ռուսաստանի հետ հարաբերություններից, դրանք ուզում են տանեն մեր երկիրը, մեր ժողովրդին փորձությունների միջով։ Ինչու, որովհետև Ռուսաստանը եւ Իրանը շարունակում են գործոն լինել տարածաշրջանում եւ նաեւ Ռուսաստանը մասնավորապես 2 օր առաջ հայտարարեց, որ ինքը դիտարկում է նաեւ իր մասնակցությունը այսպես կոչված Թրամփի ուղու ծրագրի շրջանակներում, իսկ Իրանը նման հայտարարություն արդեն ասեցի արեց եւ այսօր այդ երկու երկրների արտգործնախարարները քննարկում էին իրենց անվտանգային ճարտարապետությունը, այսպես ասենք, եթե փակագծերը բացենք Հարավային Կովկասում։ Այսինքն Հայաստանը պետք է չդառնա որևէ մեկին հակա, ոչ Արևմուտքին, ոչ Ռուսաստանին, ոչ Իրանին, ոչ Չինաստանին։ Ես ուզում եմ, որ մեր երկիրը ունենա հարաբերություններ բոլորի հետ եւ մեր երկիրը չտանեն փորձությունների միջոցով։ Եվ սա ամենակարևոր քաղաքականությունն է։ Մենք չենք ուզում ունենալ ճշնամի որևէ աշխարհակաղակական կենտրոնի կամ երկրի տեսքով եւ մեզ դա պետք չի, Ժորժ ջան։ Նույն հարևան Վրաստանը ցույց է տալիս, որ ինքը ուզում է ունենա հարաբերություններ բոլորի հետ, չի ուզում լինի հակառուսական եւ իր երկրի պրագմատիկ շահերից է գործում։ Հայաստանը պետք է նույն կերպ անի, այսինքն չգնա որևէ մեկին դեմ։ Մի տարեք, որ օր ու գիշեր անում եք հակաքարոզներ, թե հակառուսական, թե հակաարևմտյան, դա Հայաստանի շահերից չի բխում։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, տարածեք այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմեջին, ես հանուն Սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն եմ։